ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար իմ լավ բարեկամ Միխայիլ Ջանելիձեին։ Խորհրդանշական է, որ 1 տարի առաջ պարոն Ջանելիձեն արտերկրյա առաջին բարձրաստիճան հյուրն էր, ում ընդունեցինք արտգործնախարարության նոր շենքում։ Դրանից հետո մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպել Թբիլիսիում, այնպես էլ միջազգային համաժողովների շրջանակներում։ Պարոն Ջանելիձեի հետ մեր մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղված մեր ջանքերը։ Հանդիպման ընթացքում այսօր մենք անդրադարձանք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել եւ առաջ են ընթանում ողջահավետ համագործակցության ոգով։ Երկու կողմերն էլ բարբերաբար կրկնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը եւս դրա ապացույցն է։ Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը։ Գոհունակությամբ արձանագրեցինք այսօր, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը։ Քննարկեցինք արտադրական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը։ Այսօր ներառվում է 8 տասնյակից ավելի փաստաթղթեր։ Զրույցի ընթացքում արձանագրեցինք նաև վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ես վրացի գործընկերոջս տեղեկացրի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային եւ միջազգային հրատապ մի շարք խնդիրներ։ Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ արտգործնախարար Ջանելիձեին։